S և S տարբերությունը ֆրանսերենում։ Առաջին տարբերակը C տառով նշանակում է այս։ Այն ֆրանսերենում դետերմինան դեմոնստրատիվ է, համապատասխանում է հայերենի ցուցական դերանվանը այս։ Այն միշտ կօգտագործենք գոյականից առաջ, օրինակ, ce livre, այս գիրքը, կամ ce matin je travaille, այս առավոտ ես աշխատում եմ, կամ j'aime ce film, ես սիրում եմ այս ֆիլմը։ Իսկ երկրորդ տարբերակը SE-ով օգտագործվում է բայերից առաջ, և այն ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է ինքն իր վրա։ Օրինակ, réveiller արթնացնել, իսկ se réveiller արթնանալ, այսինքն ինքն իրեն արթնանալ։ Կամ օրինակ, il se lave, նա լվացվում է, elle se réveille, նա արթնանում է, il se parle, նրանք խոսում են իրար հետ։ Այսինքն, S ներկայացնում է, երբ գործողությունը կատարվում է ինքն իր վրա կամ գործողությունը կատարվում է իրար հետ։ Այն օգտագործում ենք միայն բայերի հետ։ Սա պետք է հիշել և այսպես տարբերությունը հասկանալ։ Առաջին S-ն օգտագործում ենք գոյականների հետ, իսկ երկրորդը միայն բայերի գործողությունների հետ։